Եկեղեցի արքայություն քո։ Աստծո արքայությունը դա Աստծո սիրո կատարյալ դրսևորումներ, որի համար եւ ստեղծված իր ամբողջ աշխարհը եւ մարդը մասնավորաբար։ Եվ միակ խոչընդոտը Աստծո արքայության իրագործման դա մեղքն է, որ մուտք է գործել մարդկային իրականության մեջ։ Եվ Աստծո արքայությունը անշուշտ անհրաժեշտ է մեզ բոլորիս։ Դա ոչ թե ինչ-որ վաղճանաբանական հասկացողությունը, որ լինելու է մարդկանց մահվանից հետո, դա այն իրականությունը, որը արդեն իսկ մուտք է գործել Հիսուս Քրիստոսի գալստյամբ։ Հիսուս ասում է, որ մի փնտրեք Աստծո արքայությունը այստեղ կամ այնտեղ, ահա Աստծո արքայությունը ձեր մեջ է։ Եվ Աստծո արքայությունը տեսանելի կամ զգալի ձևով հաստատվեց եկեղեցու հաստատմամբ, երբ Սուրբ Հոգին իջավ եւ տվեց շնորհներ առաքյալներին Աստծո արքայությանը մարդկանց հաղորդ դարձնելու։ Եվ քանի որ Աստծո արքայությունը դա տարածքից եւ ժամանակից վեր մի հոգեվոր իրականություն է, մեզ համար անհրաժեշտ է ապրումը ունենալ Աստծո արքայության։ Եթե մենք այստեղ դառնում ենք Աստծո արքայության ժառանգորդներ, մասնակիցներ, հաղորդակիցներ, կրողներ, մենք դա ժառանգում ենք նաև հավիտյանական կյանքում։ Դա մեզանից ոչ ոք չի կարող խլել։ Եվ եթե մենք այստեղ գաղափարով պատկերացում չունենք Աստծո արքայության, դա մեզ համար խորթ է մնում եւ հավիտյանական կյանքում։ Ինչպես հասկանանք արքայությունը ձեր մեջ է, դա շոշափելի զգացվում է կամ ինչպես մարդը կարող է նկատել դա։ Ինչպես ասցինք, Աստծո սիրո արտահայտությունն է Աստծո արքայությունը եւ գոյություն չունի դրա խոչընդոտ, երբ մարդը դա լիակատար ձևով ընդունում է իր մեջ, այստեղ արդեն դրսևորվում է Աստծո արքայությունը։ Դա ոչ թե ինչ-որ տեղ է կամ ժամանակ է, դա հոգեվիճակ է։ Այդ հոգեվիճակը մեզ տրված է Սուրբ Հոգով, մենք կարողանում ենք զգալ Աստծո սերը, մենք հաղորդվում ենք Աստծո սիրուն եւ այն ժամանակ, երբ մենք դա ունենում ենք եւ դա մենք կարողանում ենք փոխացնել միմյանց, որտեղ երբ ասում է ձեր մեջ է, նաև ունի միջանձնային հարաբերություններ, երբ մենք այդ սերը կիսում ենք իրար մեջ։ Այն ժամանակ Աստծո արքայությունը մեզ համար զգալի է։ Երբ մենք ունենք Աստծո սերը մեր սրտերում բնակված եւ մենք դա ապրում ենք, բաշխում ենք միմյանց։ Այդ սիրո դրսևորումն է Աստծո արքայությունը, այդ իսկ պատճառով մենք դա խնդրում ենք, որպեսզի Աստծո սերը ինչպես դուրս է գալիս Աստծուց, այդպես եւ հասնի մեզ եւ մեզանից արդեն անդրադարձի եւ տարածվի համայն աշխարհում։ Սիրո ճգնաժամն է, մեր այսօրվա ժամանակը դա սիրո խիստ ճգնաժամն է։